ՀՊԱ-կան պատգամավորը բանակից ազատվելու նախագիծ է ներկայացրել, որը անվանել է վճարիր եւ ազատվիր։ Էս ինչ են սարքում մեր բանակի գլխին։ Կառավարությունը նայում եք բոլորը նիգոդնի են։ Ծառայած չէ, նիգոդնին ինչ պետք է անի։ Պետք է անեցանի, որ նիգոդնի դառնան։ Ազգում բանակ չլինի, էլի։ Փագեն էթան տուն։ Չմնան բանակում պոստերում պետք է մարդ չլինի։ 15 միլիոնով, այսինքն հարուստը ազատվի, քասի պետք է էլի ծառայի, հա։ Հրաշք։ Նրանք ովքեր որ ուռած գրպաններ ունեն փողով։ Հարուստները, իշխանավորները եւ այլն շատ-շատերը ովքեր ազատվում էին, իրանք կազատվեն։ Շատ հիմար օրենք են ընդունել։ Սավոտ տանը միշտ հարուստները վճարում են, աղքատներն ծառայում են։ Մեր նման երկիրը տեն ճանապարհով պետքա չգնար, մեր նախատիպ Իսրայել։ Ավելի լավ է այդ օրենքը չընդունվի, բոլորը պետք է հավասար լինեն։ Որ գումար ունի, նա էլ կօգտվի, բայց դա ճիշտ է։ Միջին խավի արունը դեղին է, բարձր խավի արունը կարմիր է։ Այստեղ էլ կառաջանա երկբևեռություն ու կթուլանա մեր բանակը եւ ընդհանրապես կթուլանա մեր պետությունը։ Սա մեր պետության թուլացման աստիճաններից մեկն է։ Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր չէ, հարուստները երբեք չեն ծառայել, չեն էլ ծառայելու։ Դա սխալ որոշում է եւ դա խտրականություն է սոցիալական խմբերի միջեւ։ Ինչ եք կարծում, դրանով ի վերջո կոռուպցիան Հայաստանում կվերանա, թե էլ ավելի կշատանա։ Այդ 5 ոտանի ոնց էր պարոն Փաշինյանն ասում, պոզով կոռուպցիան բերում են բանակ են հիմա ուզում կողել։ Ասում արտագաղթը որ կանգնի։ Ինչ ես դու խոսում։ Կոռուպցիան մաֆիայի նման անմահա։ Ոչ կվերանա, ոչ կվերջանա երբևիցե, մանավանդ մեր երկրում։ Արարատ Միրզոյան, ով կար այնտեղ կառավարություն նստած են, փող վարչապետ, լնայ, կամ եթե ծառայելներ, ուրեմն ոնց ասեմ, ճաշարանում կարտոշկա են մաքրել։ Ռեզուլտատ չեն տվել բանակում իրանք։ Վայնի բիլետ չունեն, ինչ կարտոշկա մաքրել, այդ կարտոշկա մաքրողը վայնի բիլետ ունի։ Եթե բանակից ազատվել է, ուրեմն շարիկներից մեկը չկա։ Եթե շարիկներից մեկը չկա, ինչ իրավունք ունի ինձ ղեկավարելու։